Այս տարի լրանում է երկու նշանավոր հոբելյան, Կոստան Զարյանի և Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը։ Երկու մեծագույն գրողներ, ովքեր նոր հուն և նոր ճանապարհ ուղենշեցին հայ գրականության համար։ Կոստան Զարյանը հայ գրականություն եկավ օտար աշխարհից, եկավ ռուսերենից, եկավ ֆրանսերենից, և ի վերջո Էմիլ Վերհարն էր, որին ներկայացրեց իր բանաստեղծությունները, և նա ասաց. «Ինչու ես գրում ֆրանսերեն, մայրդ ինչ լեզվով էր աղոթում»։ Եվ նա ասաց. «Մայրս աղոթում էր հայերեն»։ Ասաց. «Ուրեմն գրիր հայերեն»։ Եվ այս օտարախտից, այս բառը օգտագործեմ, եւ այս օտարախտից Կոստան Զարյանը դարձավ հայերենի, գնաց Վենետիկ Մխիթարյան միաբանների մոտ, եղավ այն խցում, ապրեց այն խցում, որտեղ Բայրոնն էր ապրել եւ հայերեն սովորել։ Սովորեց հայերեն, մինչ այդ արդեն գրքեր էր հրատարակել, սովորեց հայերեն եւ եկավ Պոլիս։ Պոլսում իր շուրջ համախմբեց երիտասարդ գրողների, ոսկու քսակը դրեց սեղանին, ասաց. «Արվեստի մեծ գործ պիտի անենք, լավ ամսագիր պիտի հրատարակենք»։ Եվ այդ ամսագիրը եղավ Մեհյան հանդեսը, որը լույս տեսավ 14 թվականին։ Լույս տեսավ ընդամենը 7 համար, որովհետև սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը եւ գործը մնաց կիսատ։ Մեհյանը մնաց այդ 7 համարով։ Ժամանակին Պողոս Սնապյանը այդ համարները հավաքեց եւ առանձին գրքով տպագրեց, առանձին ամփոփ հրատարակությամբ ներկայացրեց Մեհյանի 7 համարները։ Այս ամսագիրը իրենով խորհրդանշում է հայ գրականության զարթոնքն ու վերելքը։ Միայն այս ամսագրի մեջ, այս 7 համարի մեջ ավելի շատ գրականություն կա, քան շատ ու շատ բազմաթիվ տարիների բազմաթիվ ամսագրերի մեջ, որովհետև գրականության փոխարեն այլ բաներ են տպագրվում, գրական խոտան այլ կերպ ասած։ Այստեղ յուրաքանչյուր էջը լցված է գրականությամբ։ Կոստան Զարյանը հանդես է գալիս որպես տնօրեն խմբագիր, իսկ որպես խմբագիրներ ներկայացված են Գեղամ Բարսեղյանը եւ Հակոբ Քյուֆեչյանը, ապագա Հակոբ Օշականը։ Առաջին համարը բացում է մեր հանգանակը մուտքով, որտեղ խմբի հռչակագիրն է, այլ կերպ դեկլարացիան, եւ որը ստորագրել են Դանիել Վարուժան, Հակոբ Քյուֆեչյան, Ահարոն Տատուրյան, Կոստան Զարյան, Գեղամ Բարսեղյան։ Այստեղ ընթերցողի կամ ունկնդրի համար անսովոր կթվա Դանիել Վարուժանի ներկայությունը։ Դանիել Վարուժանը առաջին համարին մասնակցեց Մեհյանի ստեղծմանը, բայց հետո տեսավ, որ Մեհյանը ունի ապագայապաշտական, ֆուտուրիստական ուղղվածություն, դուրս եկավ, երկրորդ համարից արդեն համարում նա իր ներկայությունը հանեց երկրորդ համարից։ Եվ ի տարբերություն Մեհյանի ստեղծեց իր նավասարդ տարեգիրքը եւ հայտարարեց ի տարբերություն ապագայապաշտներու անցյալապաշտ դպրոց մկուզիմ հիմնել եւ ստեղծեց իր անցյալապաշտ դպրոցը հեթանոսական շարժումով։ Սա երկար ու այլ ուղղությամբ գնացող խոսակցություն է, դրա համար այսքանով բավարարվենք։ Կոստան Զարյանը մնաց, ապրեց, վերապրեց, նստեց մի նավ, որ իրեն պիտի տաներ, որտեղ ասել են տեղ չկա, տոմս չկա, որ մարդիկ նստեն, հնարավորություն չկա։ Նստել է ու տեսել է, որ ինքը միայնակ է, դա ամբողջ նավը դատարկ է։ Պարզապես չեն ուզում, որ մարդիկ նստեն, հեռանան ու փրկվեն այդ ավերից, որ վրա հասավ։ Այս գիծը շարունակելու համար ավելացնեմ, որ 1922 թվականին Կոստան Զարյանը նորից Պոլսում էր եւ այս անգամ ստեղծեց իր մյուս հանդեսը, նոր դարձյալ գրականության եւ արվեստի հանդես, այս անգամ բարձրավանք վերնագրով, բարձրավանք, որտեղից է գտել, ինչ լավ գտել է։ Բարձրավանքը տպագրվեց 5 համար եւ այստեղ եւս ընդգրկեց ժամանակի նշանավոր մարդկանց կարևոր դեմքերի, որոնց մեջ էին Կաֆավյանը,
Վահան Թեքեյանը, Պերպերյանը, դարձյալ հակապոշականը եւ ուրիշներ։ Այս հանդեսը տպագրվեց 5 համար, էլի նույն ոգիներ, նույն հայեցի հիմքի վրա հայ արվեստը, հայ ոգին, հայ մշակույթը բարձրացնելու զգացողություններ, բայց եկավ էլի դեմ առավ Պոլսայի թուրքական յաթաղանի չպահպանված արյունի փրկված վերջին հատվածին եւ ի վերջո Կոստանդինյանը հասկացավ, որ Պոլիսը այլևս հայերի համար չէ։ Պոլիսը այլևս հայերի համար չէ։ 1922 թվականի նոյեմբերից 1924 թվականի հունիսը Կոստանդինյանը ապրեց Հայաստանում։ Երազում էր հայրենիք սիրող, հայ ոգի սիրող մարդ էր, անգամ օտարությունների մեջ այդքան թափառելով, հետո նաև ֆրանսերեն ամսագիր հրատարակեց La Tour de Babel, բաբելոնյան աշտարակ Փարիզում, Ամերիկայում հայկական քառամսյակ վերնագրով անգլերեն ամսագիր հրատարակեց, գրի գրականության մարդ էր, բայց իր ոգին ամեն ինչը Հայաստանում էր։ Եկավ Հայաստան, ապրեց Հայաստանում, համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն, համեմատական գրականություն։ Ես ժամանակին համալսարանում աշխատել եմ եւ փորձեցի գտնել նրա աշխատանքային հետքերը։ Դիմում աշխատանքային կենսագրություն, որևէ բան, որ Կոստանդինյանի հիշեցնի համալսարանում։ Չգտա։ Կամ իմ որոնումները շատ չխորացրեցի, կամ իրոք չկար, որովհետև կարծեմ ինձանից առաջել էին նայել։ Կոստանդինյանը այս ընթացքում ճանաչեց Հայաստանը։ Ճանաչեց հայ գրողներին։ Սա Հայաստանի, խորհրդային Հայաստանի այն տարիներն էին, երբ բոլշևիզմը այսպես բացահայտ էր եւ վանող, կործանարար։ Կենտկոմի հրահանգներով ասում է գրականություն են ուզում ստեղծել։ Եվ այս գրական շարժման մեջ նրա աչքի առաջ էր Եղիշե Չարենցի կերպարը։ Այս տարիների Չարենցը 22-24 թվականների Չարենցը ուրիշ Չարենց է, մի քիչ բոլշևիկյան ուղղվածությամբ, պրոլետ բանաստեղծի, այսպես լիցքով, մաուզերը կողքին կախած, հասնում էր օրինական մաուզեր կրելու իրավունքը, քյաքյոլը ճակատին, թասակը գլխին, մի քիչ քեֆը լավ, այսպես ինքնավստահ, սա այս տարիների Չարենցն է։ Կոստանդինյանը այսպես ճանաչեց Չարենցին եւ բնական է չհամակրեց այս տեսակի Չարենցին։ Բայց ճանաչեցին, իմացան իրար։ Անցավ ժամանակ, Կոստանդինյանը շատ արագ զգաց, որ իր հետևից ընկած են։ Այդ դե ինչ են ասում, ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկիչները իր պոչին նստած են եւ ճիշտ ժամանակին կարողացավ Հայաստանից հեռանալ։ Հակառակ դեպքում դառնալու էր հերթական զոհերից մեկը։ Եթե ոչ այդ տարի, ապա աստիճանաբար խորացող տարիները գալիս են եւ մարդիկ հայտնվում են վանդակաճաղերի հետևում։ Կոստանդինյանը հեռացավ։ Հիմա Կոստանդինյան Չարենց կապը պահելու համար ասեմ։ 1924 թվականի դեկտեմբերին Չարենցը մեկնեց արտասահմանյան ուղևորության։ Ալեքսանդր Մյասնիկյանը ողջ էր, կար եւ ամեն կերպ Չարենցին ուզում էր աջակցել, որ այս բոլշևիկյան ուղղվածությունից դուրս գա։ Ասած տաղանդը տեսնում էր, հանճարը տեսնում էր, բայց զգում էր նաեւ, որ շեղված մի բան կա, որին Չարենցը տուրք է տալիս եւ որի արդյունքը եղան նրա երեքի դեկլարացիան, պոեզո զուրնա բանաստեղծությունների ժողովածուն, որի մեջ շատ լավ գործեր էլ կան, բայց ոգին դա է, հատկապես ռոմանս անսեր պոեմը, նաեւ ուրիշ բանաստեղծություններ կան։ Մինչեւ ստանդարտ ամսագիր հրատարակեց Չարենցը, որը դարձյալ իր այդ երեքի դեկլարացիայի ծրագրի շարունակումներ ու ամփոփումը նոր պայմաններում, նոր համախոհների հետ։ Միքայել Մազմանյան, Կարո Հալաբյան։ Իսկ երեքի դեկլարացիայում Ազատ Վշտունի, Գևորգ Կաբով։ Այս ընթացքի մեջ է Չարենցի այս տեղատվությունը։ Մյասնիկյանը հորդորեց եւ Չարենցը 8 ամսով գնաց արտասահման։ Գնաց Բաթումից նավով գնաց Պոլիս, գնաց Աթենք, գնաց Հռոմ, գնաց Վենետիկ, մի ամիս մնաց Վենետիկում, Վենետիկից գնաց Փարիզ։ Վենետիկից հեռագրել էր, որ իրեն Լիոնի կայարանում, գնացքի կայարանում
երկաթգծի կայարանում դիմավոր են։ Դիմավորողը Կոստան Զարյանն էր։ Չարենցը գալիս է, այն Չարենցը, որին ինքը Հայաստանից գիտի, Երևանից գիտի, հիմա իր ուղեբեռով, իր նոր հագուստով, հագուկապով Եվրոպայի կենտրոնում, Լիոնում Կոստան Զարյանը նրան դիմավորում է։ Այս դիմավորման պահը նա մանրամասն նկարագրել է իր Բանկոպը եւ Մամուտի ոսկորները վեպում, որին կանդրադառնամ։ Չարենցը եկավ Փարիզ։ Եկավ Ֆրանսիա, Լիոն, հասավ Փարիզ։ Այդտեղ էլի Կոստան Զարյանի հետ հարաբերությունները շարունակվել են։ Վիվան անունով Անուշավան Ջիդեջան, Վիվան անունով մի ընկեր ուներ, որին բանաստեղծություն է նվիրել, շատ կարևոր արտագաղթ ճամփորդներ ենք մենք երկու, տողով սկսվող։ Այդ մարդը Վիվանը հիմա աշխատում էր Փարիզում Ռենո ավտոմոբիլային գործարանում եւ Չարենցին դիմավորողների մեջ էր, Չարենցի հետ շրջողների մեջ էր։ Այդտեղ էր նաեւ Երվանդ Քոչարը, հանդիպում է նաեւ Զապել Եսայանին, Համլիկ Թումանյանին, դիվանագիտական աշխատանքի մեջ էր Հովանես Թումանյանի որդին, էլի մարդիկ կային։ Ահա նաեւ Կոստան Զարյանը նկարագրում է մի հանդիպում, մի գիշերային հանդիպում, գիշերային սրճարանում։ Հիմա այս Վիվանն է, մի կողմում Չարենցն է, մի կողմում Կոստան Զարյանն է։ Չարենցը շատ զայրալից խոսքեր է ասել Կոստան Զարյանին, շատ զայրալից։ Հիմա այս Վիվանը գրում է, ասում է, ականջիս Կոստան Զարյանն ասում էր հարբած է։ Այս մյուս ականջիս Չարենցն ասում էր թող մտածի հարբած եմ։ Այդ հանդիպումից հետո Կոստան Զարյանը գնացել ու այլևս չի եկել։ Հաջորդ օրվա համար նամակ է գրել Չարենցը Կոստան Զարյանին, ասեն գիտեր, որ վատ եմ, շտապ արի, եթե չես կարող մեկին ուղարկիր թեկուզ Համլիկ Թումանյանին։ Այսպես է եղել, եւ սա եղել է իրենց մարդկային առնչության վերջին կետը։ Նավը լեռան վրա վեպը Կոստան Զարյանը հրատարակեց 1943 թվականին։ 1943 թվականին։ Ընդգրկում է Հայաստանի կյանքը 1918-19 թվականներին։ Անկախության շրջանի Հայաստանն է, մի քիչ էսքո, մի քիչ ենքո։ Անկախության շրջանի Հայաստանն է, նավը լեռան վրա։ Մեծ գործ է, շատ կերպարներով, խորունկ հարցադրումներով, Հայաստանասիրությամբ, Հայաստանը արտնասնելու տենչով, նվիրումով, իր հերոսների գործունեությամբ եւ այլն։ Մեկը Հնդկաստանից է գալիս, մեկը Բեսարաբիայից է գալիս, մեկը նավն է անում Սևան, մեկը էս է անում, մեկը են երկիրն ուզում են անկախ Հայաստան է, անկախ հայրենիք է ուզում են բարձրացնել, հնչեցնել եւ տեր կանգնել իրենց հայրենիքին, օտարությունից եկող հայերը, տեղի հայերը, համատարած, համապարփակ մի վեպ է եւ իմաստուն է վերնագրից սկսած հերոսների գործունեությամբ վերջացրած։ Պատմական վեպ չէ, բայց պատմության մասին է վեպը եւ ինքն էլ այդ մասին առաջապանում գրում է։ Բայց հիմա իմ խոսքի նպատակը վեպի վերլուծությունը չէր, այլ վեպի երկու տարբերակների համեմատությունը։ 43 թվականին Բոստոնում ահա լույս տեսավ նավը լեռան վրա վեպը։ Կոստան Զարյանը 1961 թվականին ներգաղթեց Խորհրդային Հայաստան։ 61-69 թվականները նրա կյանքի տարիներն են Հայաստանում։ Մտերմացավ մտավորականության հետ, սրճարաններում նստում էր, ես էլ եմ նրան սրճարանում նստած տեսել։ Արդեն հուշերի աշխարհն է, դա ուրիշ խոսակցության նյութ է։ 1963 թվականին Երևանում լույս տեսավ նրա նավը լեռան վրա վեպի վերախմբագրված տարբերակը։ Վերախմբագրումն արել էին Հրաչյա Գրիգորյան եւ Օնիկ Թոփուզյան անունով մարդիկ։ Հրաչյա Գրիգորյան, ով մի կարճ շրջան եղել է նաեւ Հայաստանի գրողների միության առաջին դեմք եւ Օնիկ Թոփուզյան։ Դա էլ անկարևոր դեմք չէր։ Այս վեպը 180 աստիճան շուրջ տվեցին։ Այն վեպը, որ հնչել էր որպես Հայաստանի արտնացման մի օրհներ, մի այսպես հիմներ, մի նպատակ ուներ իր մեջ իր հերոսների գործունեությամբ, այստեղ խարխլվել է։ Այս երկու հրատարակությունները
իրար կողք դրեց եւ այդ մասին մի գիրք գրեց մեր լավագույն Սփյուռքի մեր լավագույն գրականագետ քննադատներից մեկը Պողոս Սնապյանը։ Այդ գիրքը վերնագրված է Ավազախրած նավը, նավը լեռան վրա, ավազների տիղմի մեջ խրված նավը։ Առաջին տարբերակը նավը լեռան վրա, երկրորդը տիղմի մեջ խրված նավը։ Այդ գիրքը սա է, սա բացառիկ օրինակ է այդ գրքի։ Չեմ կարծում թե ուրիշ տեղ գտնեք, այս օրինակը ինձ 1997 թվականին Բեյրութում նվիրել է ինքը Պողոս Սնապյանը։ Կատարել է արտակարգ գիտական աշխատանք։ Եթե օրերից մի օր Կոստան Զարյանի գիտական հրատարակություն լինի, այս աշխատանքը պետք է օգտագործել։ Ինչ է արել։ Դրել է իրար կողք առաջին հրատարակության համապատասխան հատվածը եւ երկրորդ հրատարակության համապատասխան հատվածը։ Ու ցույց է տվել, թե առաջինի գեղեցկությունը ինչպես է խարխալվել, փչացել, ոչնչացել երկրորդ հրատարակության մեջ։ Այնտեղ վերջում արդեն դիպաշարային գծեր են խախտվում, հերոսների գործունեության նպատակ ու ծրագիր է խախտվում։ Կոստան Զարյանը շրջեց աշխարհով մեկ, աշխարհի գրական մեծերից էր եւ աշխարհի գրական մեծությունների հետ էր սեղան նստում։ Ունամունոին է ճանաչել, Սրան է ճանաչել նրան գրական մեծությունների, նկարիչների, արվեստի մարդկանց, մեծ աշխարհի մարդ էր։ Եվ էությամբ ոչ միայն բուն գրող էր, բանաստեղծ եւ արձակագիր, այլև արվեստագետ էր, արվեստի մասին այնպիսի փայլուն հրապարակումներ ու հոդվածներ ունի, ուսումնասիրություններ, որ քեֆդ կգա։ Ընդ որում դրանց մի մասն էլ գրել է Խորհրդային Հայաստանում ապրած տարիներին, որոնք ժամանակին տպագրվել են Խորհրդային Հայաստան օրաթերթի պայքար հավելվածում։ Բայց դե ժամանակները այլ կերպ եղան եւ մարդը հեռացավ հայրենիքից։ Կոստան Զարյանի վերջին տարիները շատ կարեւոր են նաեւ այն առումով, որ իր շուրջ մտավորականություն հավաքվեց, համախմբվեց, երիտասարդություն, իր տարեկիցներ, ավելի կրտսերներ հավաքվում էին նկարիչների սրճարանում նստում էին, նոր բացվել էր այդ ժամանակ Աբովյան Թումանյան անկյունում Արաքս սրճարանը, տեսել եմ այդ սրճարանում Արմեն Զարյանի հետ որդու հետ նստած, նկարիչների սրճարանում էլ նույնը։ Մի ուրիշ կերպար էր եւ իրենով ստեղծում էր մշակույթ, իրենով ստեղծում էր մակարդակ, իրենով ստեղծում էր մի բան, որ այդ գավառականությունից, խեղճությունից, փսլինքոդությունից, այդ թշվառությունից, չկարդացածությունից մարդիկ պիտի բարձրանային, որ այդ գծի վրա լինեն։